Բարև Ֆակտոր TV հյուրը ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է, բարև Բաբայան, այսօր ազգային ժողովի ընտրությունների օրն է եւ ձեր դիտարկմամբ որքանով է մեր հասարակությունը ընտրողը գիտակցում իր քվեի արժեքը, թե ինչ գործի է ընդհանրապես մասնակցում եւ արդյոք ընտրությունը նաեւ դարձել է գիտակցված քաղաքացիական քայլ թե մարդիկ ավելի շատ գտնում են էմոցիաների, ատելության, սիրո, ոչ հաշվարկային տրամաբանության մեջ։ Շնորհակալություն։ Գիտեք, կարծում եմ ամեն ինչ կա։ Երբեք չի կարելի ամբողջ հասարակությունը, այսպես ասած, փորձել մի ներկով ներկայացնել կամ մի մտածողությամբ, կա ամեն ինչ եւ ամենայն դեպս այս ժամի դիտումներով շատ ակտիվ են ընտրողները։ Ակտիվությունը նաև ունի իր պատճառաբանությունը, հա։ Մարդիկ, որոնք առաջնորդվում են նրանով, որ սա իրենց երկիրն է եւ իրենք այս երկրի տերն են եւ իրենց ձայնից շատ բան է կախված։ Կան մարդիկ, որոնք էմոցիոնալ պատճառներ ունեն, սրան չեմ սիրում, սրան շատ եմ սիրում, ավելի շատ չեմ սիրում, թույլ չտամ, որ սա անցնի, ով ուզում է անցնի, միայն սա չանցնի։ Կան նաև մարդիկ, որոնք առաջնորդվում են զուգ ֆինանսական շահագրգռվածությամբ, սա էլ կա։ Կա երևի մարդիկ, որոնք առաջնորդվում են զուտ աշխատանքային ադմինիստրատիվ, նույնիսկ ոչ այնքան պարտադիր է ճնշումներով, ինչքան հաշվի առնելով, որ ճիշտ կլինի ապահովագրել սեփական կյանքը մեր երկրում, թե մեր ուրիշ երկրում, բայց նաև այս բանով, այնպես որ կարծում եմ ամեն ինչ կա, ինչպես նաև եւ բոլոր երկրների ընտրություններում եւ այս համախառն արտադրանքը կտա այն, ինչ որ մենք ունենանք վաղը։ Շատ հաճախ ընտրությունները մեզ մոտ դիտարկվում են նաև չարյաց փոքրագույնի մասին ընտրությունը, ինչպես ենք մշտապես հայտնվում այս տրամաբանության մեջ, երբ որ լավագույնին ընտրելու ընտրություն չի լինում։ Առնվազն գոնե այսպես ինֆորմացիոն քարոզչական մեդիա տիրույթում ես չեմ ուզում բացարձակ պնդումներ անել, որ չկան լավ ուժեր քաղաքական։ Նաև նկատի ունի, թե ինչքանով է քաղաքական բանավեճը նպաստում լավագույնի փնտրտուքին, այսպես։ Նախ անկեղծ ասեմ, ես այդքան էլ չեմ հասկանում այդ տերմինը լավագույն, որովհետև կարծում եմ քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել ուրիշ մոտեցումներով։ Հաճախակի այդ հիասթափությունը գալիս է նրանից, որ դու իդեալականացնում ես որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործիչների, եւ հետո գալիս է ռեալ կյանքը, որը երբևիցե չի կարող լինել իդեալական, եւ որոշումները, որոնք կայացվում են այս կյանքում, չեն կարող լինել իդեալական, եւ ընդհանրապես որևէ անհատ չի կարող լինել իդեալական, ուր մնաց մի ամբողջ կուսակցական ուժ։ Իսկ այն ինչ դուք ասում եք, սա ավելի շուտ վերաբերում է, կարծում եմ, բանավեճի որակին եւ ընդհանուր մշակույթին։ Նայեք, մենք հաճախակի խոսում ենք, որ մեր ապրանքը պետք է համապատասխան չափանիշներին, մեր կյանք եւ այլն եվրոպական եւ այլն փորձում ենք ավելի լավ ներկայացնել, ձգտել դեպի ավելի լավ օրինակներ, բայց այս ամեն ինչը նաև պետք է տեղի ունենա քաղաքական դաշտում։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ այդ ոչինչ չասող շրջանակից, որտեղ ամբողջ նպատակը ուղեղանջատելն է եւ էմոցիաների վրա ազդելը։ Դա էլ է իր նշանակություն ունի, որտեղ հրապարակային ելույթները, ես նկատի ունեմ հրապարակներում, բակերում, փողոցներում, նրանք ընդհանրապես կոչված չեն տրամաբանության վրա ազդելու։ Նրանք ավելի շատ կրում են թամաշայի եւ էմոցիոնալ ազդեցություն եւ դա եւս ամեն տեղ է, բայց ասենք թե այդ բանավեճերը, որ տեղի ունենում, առավել եւս տարբեր քաղաքական ուժերի կողմից, իհարկե ցանկություն են առաջացնում տեսնել ավելի բովանդակային, ավելի կիրթ եւ ավելի նպատակային ոլորտի մեջ դասավորված։ Եթե վարկագիծը գնահատեն քաղաքական գործիչները, այսինքն նրանք ավելի շատ հակված են
անջատել մարդկանց տրամաբանությունը, ուղեղը եւ էմոցիաների վրա խաղալ, ճիշտ հասկացա։ Եվ այն ինչ որ ձևով ուտվում է եւ հասկանալի է փողոցային, հրապարակային ելույթներում, բացարձակապես ընդունելի չէ, այսպես ասած, նեղ շրջանակում, երբ որ խոսքը գնում է պարզապես կլոր սեղանի շուրջ, քննարկել, շոշափել որևէ թեմաներ եւ տալ սեփական լուծումներ դրա։ Պարոն Բաբայան, իհարկե մենք խնդիր չունենք այսօր որևէ քաղաքական ուժի քննադատել կամ գովաբանել, իրենք իրար գովաբանել եւ քննադատել են նախորդ օրերին, բայց հարցս հետեւյալի մասն է, այս ընտրությունների նշանակությունը ձեզ համար որոնք են, ինչ նշանակություն ունի, ինչի մասն է այս ընտրությունը։ Դե երևի արդեն մի 2 տարի է, որ ես անկեղծ ասած նման հանդիպումների ժամանակ տարբեր լրատվամիջոցներում ասել եմ, որ այս ընտրությունը ըստ քաղաքակրթական է։ Եվ ես ուրախ եմ, որ իրականում լուստրացիայի ենթարկվեցին բոլորը։ Այդ թվում նաև նրանք, ովքեր գտնվում էին որոշակի ստվերի մեջ, ես նկատի ունեմ նաև ուրիշ երկրների ղեկավարներին։ Սա էլ է շատ կարևոր, որտեղ երբ որ պատկերը պարզ է, շատ ավելի հեշտ է լինում կողմնորոշվել։ Ինչ ենք մենք ուզում, եւ ինչով ենք առաջնորդվում։ Առաջնորդվում ենք վախով եւ ընտրում ենք մի կերպ յոլա տանելու կյանք, ինչպես մենք ասում ենք, թե համարում ենք, որ մենք այդքան ուժ ունենք, այդքան ուղեղ ունենք, այդքան կամք ունենք, այդքան տաղանդ ունենք, այդքան ունակություն ունենք, որպեսզի կարողանանք եւս դառնալ առաջադեմ երկիր։ Բայց այդ ժամանակ կարծում եմ շատ կարևոր է եւս պատասխանել մի շատ կարևոր հարցին։ Մենք ինչ ենք ուզում ունենալ՝ պետություն թե գաղութ, որտեղ իրականում այս հարցը վաղուց է դրված, երևի 100 տարուց ավել, եւ շատ դժվար է առավել եւս մեր ժողովրդի համար, որը ունի, ասենց ասեմ, ունի շատ կարճ պետության պատմություն, բայց շատ երկար գաղութի պատմություն, ընդ որում ոչ միայն այս տարածաշրջանում, այլ նաև տարբեր երկրներում, եւ պարզ է, որ մարդկանց մեջ այդ գաղութային կյանքը ստեղծել է որոշակի ստերեոտիպ, թե ինչպիսին կարող է լինել պետական կյանքը։ Ոչ ինքնիշխանության մասին, հա, այո, զբաղվել լեզու, եկեղեցի, դպրոց, հազար ու մի բան, ազգապահպանություն այնպես ինչպես մենք ասում ենք, բայց ազգապահպանությունը պետության մեջ պետք է տեղափոխվի պետապահպանության մեջ, պետության պահպանության մեջ, որը շատ ավելի կարևոր է, որտեղ իրականում ազգը կարող է պահպանվել միայն պետական կայացած համակարգի մեջ, հակառակ դեպքում նա իհարկե դատապարտված է ձուլման։ Ինչպես եւ մենք տեսնում ենք տարբեր երկրներում մեր ժամանակին շատ հզոր, հա, գաղութների մեջ, ինչպես են կամաց վերանում եւ բնական է, ոչ մեկին չի կարելի դրա համար մեղադրել։ Իսկ ձեր ընկալմամբ այս ընտրությունները այսպես բարձր արժեքների մասն են, ես դա ոչ ծաղրական տոնով եմ ասում, ծաղրական տոնով չեմ ասում, չգիտեմ, մարդիկ ասում են ազգային արժեքները պահպանենք, ավանդական արժեքները պահպանենք, մյուսը ասում է ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, Հայաստանի անկախությունը, այսինքն բոլորն էլ իրենց քարոզչության մեջ բարձր արժեքներից են խոսել եւ դրել առանձնատուկ կարևորելով հատկապես այդ բարձր արժեքը, թե այս ընտրությունը ավելի շատ, չգիտեմ, ասֆալտի որակի, դպրոցի, մանկապարտեզ, որոնք էլ շատ կարևոր են, այնպես չի, որ սոցիալական խնդիրները կարևոր չեն, թե ավելի արտաքին քաղաքականություններ ընդգծված, ինչ կարող եք ասել։ Ես կարող եմ ասել, որ ես ավելի շատ հավատում եմ գործերին, քան խոսքերին։ Առավել եւս երբ որ մի անգամից խոսք է գնում բարձր արժեքների, ազգային արժեքների եւ այլն եւ այլն։ Այն, ասենց ասեմ, այն տերմինաբանությունը, որը բացառում է ազնիվ քննարկում, իմ համար ընդունելի չէ։ Որտեւ եթե դուք ասում եք, որ ես կրում եմ բարձր արժեքներ եւ ես ուզում եմ, որ իմ պետությունը կրի բարձր ազգային արժեքներ, այստեղ քննարկման թեմա չկա։ Իսկ ով է ասում ոչ, բայց ով ինչպես է հասկանում դա,
Այսինքն մտավախությունն է, որ կանխարգելում են քննադատական մոտեցում այդ Իհարկե, որտեղ գիտեք թաքնվելով սիրուն խոսք է, չէ՞, եկեք բոլորս լինենք բարի, եկեք բոլորս լինենք ազնիվ։ Ով կարող է սրա հետ վիճել։ Բայց այս թեզը արդեն բացառում է առողջ քննարկումը եւ առողջ մոտեցումը։ Թե ինչպես լինենք, վերջիվերջո բացի կոչերից նաեւ պետք է գործնական քայլեր։ Բերեմ հասարակ օրինակ, հա։ Առավել եւս այս ընտրությունների ժամանակ բացահայտորեն դա երևաց, հա, ընտրակաշարքի թեման, ասենք թե բոլոր քարոզները եկեք ազնիվ լինենք, եկեք փող չվերցնենք։ Դրանք մի քիչ, ասեմ, միամիտ կոչեր են, որտեղ եթե մարդը գնում է փող վերցնելուն, նրանց ձեր կոչերը բացարձակապես չեն հետաքրքրում։ Ես նույնիսկ առաջարկելի ասենց մի փոքրիկ տարբերակ, հա, որպեսզի ընտրակաշարքը ընկալվի որպես մի հանցանք, որի բացահայտման արդյունքում ընտրակաշարք վերցնողը զրկվի 10 տարով ընտրության իրավունքից, որտեղ նա վաճառում է իր ձայնը։ Դու զրկում ես իրեն այդ ապրանքը վաճառելու իրավունքից։ Սա մեկ։ Եվ երկրորդը, միգուցե սա մի քիչ միամիտ է, բայց համենայն դեպս, ասենք թե ահաբեկիչների բացահայտման պարագայում դա աշխատում է։ Նայեք, կաշառակերությունը դա այնպիսի հանցագործություն է, որը շատ դժվար է բացահայտվում։ Շատ դժվար, որտեվ ոչ մի կողմ շահագրգռված չի, որ այն բացահայտվի։ Ոչ կաշառք տվողը, պատիժներ կան հիմա։ Այո։ Ինչպես կարելի է այդ եւ իրականում աշխարհում, սա միայն մեր տվյալները չի, բացահայտվում է միայն կաշառակերության 1%-ը։ Ինչպես կարելի է սրա դեմ պայքարել։ Կարծում եմ կա մի որոշակի ձև։ Ինչքան են առաջարկում կաշառք ձեզ։ 20,000, պետությունը պետք է առաջարկի 30,000 կաշառակերությունը բացահայտելու համար։ Մենք գիտենք, որ այդ ձևը կա, հա, երբ որ ահաբեկիչների բացահայտելու համար մեծ գումարը առաջարկում, սա այդքան էլ միամիտ չէ, անկեղծ ասած, թող իրավաբանները մտածեն սրա մասին։ Բայց եթե մարդը փողի համար գնում է որոշակի գործողությունների, ապա նա փողի համար էլ կգնա բացահայտման ճանապարհով, որտեղ այնտեղ գաղափար չկա, այնտեղ կա միայն շահ։ Իսկ այդ դրսևորումները ինչու եղան, չէ՞ որ մեր հանրությունը տասնամյակներ շարունակ ապրել է ընտրակաշառքի միջոցով իր ձայնը վաճառելու մի շրջան, ես էլի բոլորին չեմ վերագրում, էլի հանրության ինչ-որ մի մաս։ Ըստ իրավապահների բացահայտումների նման դեպքեր էլի գրանցվել են, ես թիվ չեմ նշի, քաղաքական ուժերի չեմ նշի, բայց եթե չլինեն մասնակիցներ, մարդիկ ովքեր պատրաստ են դա վերցնել, որևէ քաղաքական ուժ չի կարող ուղղակի ընտրակաշառք բաժանել, որովհետև վերցնող չկա։ Բայց կան այդ վերցնողներ։ Ձեր գնահատմամբ ըստ իրավապահների, ձեր գնահատմամբ ինչու մարդիկ դասեր չեն քաղում։ Փողն է շատ, թե մտածում են։ Չէ, էլի ասեմ, որտեվ ասեմ, գուցե կրկնություն լինի։ Չէ, ընտրակաշառքը վերջում բերում է վատ իշխանության եւ սեփական անձի աղքատացման։ Բացարձակապես չի հետաքրում դա, նրանց ովքեր վերցնում են այսօրվա օրով, այսօրվա պահով։ Եվ երևի թե բերեմ գուցե մի օրինակ, նայեք, 17 թիվ, հա, ընտրություններ, ինչ կուսակցություններ անցան, ով գրավեց մեծամասնությունը եւ 18 թվականին այդ հզոր շարժումը, որ եղավ, եւ թվում էր, թե մի քիչ անսպասելի էր, որովհետեւ 17 թվականին մեծամասնությունը գնաց ձայն տվեց, ասենք թե հանրապետական կուսակցությանը եւ հանգարցակի 18 թվականին հանրապետականը չի էլ անցնում։ Մարդիկ վերցրել են գումար 1 օրվա համար, այլ ոչ թե 5 տարվա համար։ Մարդիկ մտածում են 1 օրվա մասին եւ նա որ փող է տալիս, պետք է հասկանա, որ վաղ այդ փողը չի լինի իրեն ուրեմն կգցեն իշխանությունից։ Եվ նա որ վերցնում են, հոյակապ ձևով գիրին է վերցնում են 1 օրվա համար, 1 օրվա իր ձայնը վաճառելու համար։
Էլ եմ ասում, ինչու են մարդիկ բոլոր դեպքերում գնում այդ հանցագործությանը։ Բացահայտման տոկոսը շատ ցածր է։ Շատ։ Եվ անհնարին է դա բարձրացնել։ Դրա համար գուցե պետք է մտածել ինչ-որ մեթոդների մասին, որոնք կշահագրգռեն փող վերցնողին, վերցնել այդ փողը ուրիշ աղբյուրից, պետությունից եւ բացահայտել այդ գործը։ Այդ ժամանակ փող տվողի վիճակը կլինի մի քիչ ավելի դժվար, հա, ես տալիս եմ դες 20,000, բայց միշտ մտքումս սպահում եմ, որ կարող է հայտնվել մեկը, որ առաջարկի 30,000 ինձ բացահայտելու համար։ Ես այդ ժամանակ 1000 անգամ կմտածեմ այդ 20,000-ը տամ թե չտամ։ Մի քիչ ռոմանտիկ է թվում, բայց մարդիկ շատ չեն էլ ուզում քաշքշուկների մեջ մտնել, պարոն Բաբան։ Այսինքն մինչև հիմա ոստիկանություն դիմել է իրավապահներին, կարող է ասոցացվել շառից փորձանքից հեռու տրամաբանության մեջ, եթե մեր իրողությունների խորքը գնանք։ Նրանք, ովքեր վերցնում են գումար, նրանք չունեն ոչ մի նման բարոյական արգելքներ։ Միայն փողն է խաղում դեր։ Միայն փող, հավատացեք, ընդ որում ոչ միայն մեր մոտ, մենք գիտենք, որ նաև մեր հայրենակիցների մոտ, հա, ուրիշ երկրներում եւս այդ փողի ուրեմն բանը տեղի է ունենում հանգամանքը։ Մենք հաճախակի սա էլի կարծում եմ մի քիչ սխալ մոտեցում է, երբ մենք ամբողջ հանրությանը փորձում ենք դատել մեկ բարոյական չափանիշներով։ Դա այդպես չի։ Իրականում նրանք, ովքեր կրում են այդ բարոյական չափանիշները, նրանց եւ համոզել պետք չի եւ քարոզել պետք չի։ Նրանք իրենց մեջ կրում են։ Նրանք, ովքեր կներեք արտահայտության համար թքած ունեն դրա վրա, նրանց վրա ձեր քարոզները չեն ազդի։ Նրանց հետ ուրիշ ձևով է պետք խոսել եւ վարվել։ Եվ էլի գուցե ասեմ մի բան մեր պրակտիկայից, թատերական, երբ ավարտվում է ինչ-որ մի փառատոն, մյուս օրը սկսվում են նախապատրաստել մյուս տարվա փառատոնին։ Ես կարծում եմ, երբ ավարտվում են ընտրություններ, պետք է հաշվի առնել այն բոլոր թերությունները, որոնք ջրերես բարձրացան այս ընտրությունների ժամանակ եւ նախապատրաստվել մյուս ընտրություններին, որպեսզի մենք ամեն անգամ չունենանք մոտավորապես նույն պատկերը։ Եվ առաջին հերթին իհարկե երևի թե եւ ես չգիտեմ, այստեղ ես ձեր հետ կհամաձայնվեմ, որ հանրության ներկայացվող պահանջները պետք է մեծ դեր խաղան, սա վերաբերվում է ընդհանուր մշակույթին։ Այդպես են խոսում մեր քաղաքական ուժերը եւ այնպես են իրար հետ վարվում, քանի դա ունի պահանջարկ հասարակության մեջ։ Եթե անկախ մեր հայացքներից մենք մերժենք կոպտությունը, մերժենք զրպարտանքը, մերժենք հայհոյանքը, ոչ մի քաղաքական ուժ դա չի օգտագործի, որտեղ դա ի օգուտերին չի խոսի։ Բայց քանի որ մենք դա ուտում ենք, քանի որ մենք դա մարսում ենք եւ քանի որ մենք դրանով առաջնորդվում ենք, իրենք շատ հանգիստ դա օգտագործում են, որտեղ գիտեն, որ վերջ-վերջով դա ձայն է բերելու։ Նույնիսկ ասեմ, ամբողջ հանրության մերժումը հարկավոր չի։ Քաղաքական ուժերը միշտ մտածում են մեծամասնության մասին, եւ դա բնական է։ Առանց մեծամասնություն ունենալու ոչ մի բան չի իրագործի։ Գոնե հանրության մեծամասնությունը, եթե մերժի դա, հավատացեք, մեր պատկերը քաղաքական դաշտում կփոխվի։ Հետևյալն էլ կա, որ ներհասարակական թշնամանքը, ատելության, բռնության քարոզչությունը, մթնոլորտը իրար վիրավորել, իրար պիտակավորել, ինչը մենք տեսանք, ցավոք սրտի, շատ ձեռնտու է քաղաքական գործիչներն, ինչքան էլ կոշտ չհնչի, որովհետև նրանք սեգմենտավորում են ընտրողներին, կոնսոլիդացնում են սեփական ընտրողներին, թիրախավորում են այն մյուս ընտրողներին նրանց պիտակավորելով ամենավերջին բառերով, այսինքն որոշակի ընտրական տեխնոլոգիա է նաև հանրության թշնամանքը, եթե անկեղծ լինենք, հա, եւ դա ցավոք սրտի դրսևորվում է փողոցում, իրար ծեծելով, այդպիսի դեպքեր եղան սոցցանցերում իրար վիրավորելով, այսինքն ընդհանուր հարևան տարբեր երկրների քաղաքացիների նկատմամբ նրանք կարող են ունենալ ավելի հանդուրժող վերաբերմունք, քան իրար նկատմամբ։ Այ առաջիկա 5 տարիներին ձեր ընկալմամբ ինչպես պետք է հաղթարվի այդ սեգմենտավորումը հանրության թշնամանքը, թե մի քիչ էլի ռոմանտիզմի դաշտից է մենք ուղղակի ապրելու ենք այդ իրականության մեջ։ Պրակտիկ տեսակետից, պրակտիկ։ Մենք գտնվում ենք մի նավակի մեջ, բոլորս։ Եվ եթե դու, ասենք ասեմ, ծակում ես
դիմացին նստած ուրեմն նավակի հատակը ջուրը լցվում է եւ կոմոդ։ Հա առաջին հերթին թրջում է իրեն, բայց հետո լցվում է եւ կոմոդ եւ նավակ ուրեմն խորտակվում է։ Սա պրակտիկ մոտեցում է պետությունը այստեղ եւս կա ցենց ասեմ գաղութի ու պետության տարբերություն։ Գաղութը հիմնականում օտարում է բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում այդ իր ընդունված կանոններին, հա։ Ամուսնացել է օտարազգու է, չգիտեմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդը չի կամ չգիտեմ, այս կուսակցության անդամը չեն կուսակցության, պետությունը համախմբում է, որտեղ պետությունը հասկանում է, որ մեր ուժը եւ մեր հարստությունը մեր բազմազանության մեջ է։ Եվ ինչքան շուտ մենք հրաժարվենք, հասարակությունը նկատի ունեմ, քաղաքական մոտեցումներից, ավելի շուտ կուսակցական մոտեցումներից մեր առօրյա կյանքում, այնքան ավելի առողջ կլինի մեր ընդհանուր մթնոլորտը։ Մենք իրար հետ կարող ենք ունենալ շատ տարբեր հայացքներ, բայց ես շահագրգռված եմ, որ դուք լինեք, եւ դուք շահագրգռված եք, որ ես լինեմ։ Իրար տեսակը հանդուրժելու խնդիր կա այսօր Հայաստանում։ Միանշանակ, որտեվ եւ դա եւ մարդկային հարաբերություններում է եւ քաղաքականության դա կյանքի օրենք է, նայեք, կյանքի օրենք է։ Եվրոպան հարյուրամյակներ շարունակ կռվում էր իրար հետ։ Հետո եկան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եզրակացության, որ պետք է կարողանալ հանդուրժեն ֆրանսիացին, պետք է մի հատ կարողանա հանդուրժել գերմանացուն, գերմանացին, անգլացուն եւ այլն, եւ ստեղծվեց Եվրոմիությունը։ Եվ հիմա եթե մենք նայենք Եվրոմիությունը քանի տարի է որ ստեղծվել 80, հա մոտավորապես 80 տարի, հա, չէ ավելի քիչ նույնիսկ։ Իսկ միջև այդ հազարամյակ կոտորածներ, բնաջնջում, ցեղասպանություն այդ նույն մայրցաբակում, որտեղից եկավ այդ հասկացողությունը։ Պրակտիցիզմից ավելի լավ է այսպես ապրել։ Հակառակ դեպքում պատերազմը վերջ չունենա։ Եվ պարզվեց, որ անգլացին, ֆրանսիացու հետ, գերմանացու հետ, բելգիացու հետ, լեհի հետ, բայց կարող են նորմալ ապրել։ Կարող են իրար չսպանել։ Կարող են իրար չսպանել, կարող են իրար հանդեպ, ասենք ասեմ, հեգնական վերաբերմունքը թողնել կենցաղային մակարդակով, հա, անեկդոտների, խոհանոցային խոսակցությունների, բայց պետական քաղաքականության մեջ մենք բոլորս մի ընտանիք ենք։ Երբ մենք այդ հասկացողությունը համաշխարհային մտցնենք մեր ուղեղների մեջ, մենք այստեղ էլ կստեղծենք նույն մոդելը, որտեղ մինչև մենք այստեղ Հայաստանում այդ մոդելը չստեղծենք, մենք աշխարհի չեն կարողանա նորմալ հարաբերակցվել։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Բաբայան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ռուբեն Բաբայանին։